Ես արդեն տանն եմ, կարակ ինձ խեղտեք։ Ինչ ես անում։ Խեղդում եմ, դու չասեցի։ Դուր հեռախոսս։ Չեմ տալու, չեմ տալու։ Էսի տուն չէ, էսի գազանանոց է։ Ճիշտ ես ասում, պապ։ Լևոնը կապիկ, իսկ Մարին վագր։ Դու էլ էշ։ Բա դու ինչ կենթանի ես, պապ։ Սատկած էշ։ Մայր էշ ուրա։ Կուխնյայում։ Պաստոն իրա բնում է։ Ես մաքուր կթալ չկա, ափսեները չես լվացել։ Դե չեմ հասցրել լվանամ։ Ոնց որ չես սկսել, հա։ Ախորժակդ մի փակի։ Հատուկ ուտեստ եմ պատրաստել քո համար։ Ու ինչա։ Հատուկ բաղադրատոմսա, բադը նարինջի սոուսի մեջ։ Օ։ Ուղղակի նարինջ չկար, տեղը խնձոր եմ գցել, իսկ բադի տեղն էլ տավարի միս։ Արզա։ Մի հատ փորձես։ Հա, ես բադիմի շատ եմ սիրում։ Շատ համով Ռուզան։ Իրոք։ Այնքան համով է, որ մենակս այս սաղ կուտեմ։ Գառնուկս, դե դուք էլ ես գնամ լվացքը հավաքեմ։ Յո։ Պարզա։ Ինչն է պարզ։ Գրածա, որ երկար տարիների ամուսնական կյանքի ընթացքում գիրքը մարում է։ Լավ էլի Ռուզան անիմաստ բաներ է գրած։ Հեչ էլ անիմաստ չի։ Վերջին անգամ երբ ենք քնել իրար հետ։ Ամեն օր էլ իրար հետ քնում ենք։ Այդ քնելու մասին չի խոսքը։ Հա, հեսա ասեմ։ Երեք չէ, երեք չառաջ օրը չէ, երեք չեն մյուս օրը չէ։ Հա, հիշեցի։ Հա, բայց այդ երազում էր։ Ու քո հետ չէր։ Սպասի։ Ամսի 15-ին էր աշխատավարձի օրը։ Տրամադրությունս էլ բարձր էր։ Հələ նայ է, հիշեցի ոնց է աշխատավարձ ստանում, նորից գրգռվեցի։ Արի կոտսել է։ Չէ, Գառնիկ մի արա։ Ստեղ բժիշկ հոգեբանն ասում է, եթե ուզում եք վերադարձնել կորցրած գիրքը, ուրեմն պետքա որոշակի ժամանակ սիրով չզբաղվեք։ Որոշակի ինչքան։ Հոգեբանն ասում է մինիմում 3 ամիս։ 3 ամիս։ Ով է հոգեբանը, որ մտել է իմ ու քործոցը։ Ինքը բարձրակարգ հայ հայտնի հոգեբան է։ Այդ հոգեբանի որտեղ բռնեմ գիրքս իր հանդեպ արտահայտելու եմ։ Բարի գիշեր, Գառնիկ։ Ռուզան, հենց հիմա արի մոտս։ Ոյ Գառնիկ, խնդրում եմ մի արա։ Ստեղ գրած է, որ 3 ամիս ոչ մի հպում մարմնի։ Կհանդիպենք 3 ամսից։ Մամ, այն արծաթից ականջողերդ որ կա է։ Չէ, Մարի։ Մամ, միչև վերջ լսի նոր ասա, չէ։ Ասեցի չեմ տալու։ Տանելու ես կորցնես։ Ուզում եմ ասեմ, որ ես արդեն կորցրել եմ այդ ականջողերդ։
Ոնց թե կորցրել ես։ Հազար անգամ ասել եմ։ Իմ զարդերը չվերցնես։ Ուրեմն գնում եմ կոշիկներդ վերցնեմ։ Մարի, մատով չկպնես։ Հա բայց Մարի, ասեցի մատով չկպնես։ Չկպնես։ Ես արդեն Մարիին էլ չես թողում կպտի քեզ։ դուք ինձ չեք սիրում։ Հազդիր ուտեմ։ Սպասի։ Էլի այդ ապու ժուրնալն ես կարդում։ Հիմա ինչա խորհուրդ տալիս հոկեբանը, որ մարդուդ 3 ամիս սոված սպայես, որ ախորժակը լավ բացվի։ Գառնիկ, ինչի ես տենց ասում։ Ինքը բարձրակարգ հոգեբան է։ Ինձ մեկ է, ես քեզ կպնելու եմ։ Գառնիկ, մի արա։ Օգնեցեք։ Ինչ ա եղել։ Աման լվալու հեղուկը տա վերջացել։ Իմ կյանքն ա վերջացել։ Իրինան։ Իրինան ամերը։ Հենց նոր նամակ գտա, որտեղ Իրինան ինձ տեղեկացնում է, որ լքում է ինձ ու թողնում է մենակ։ Զանգում եմ զանգերիս էլ չի պատասխանում։ Ալիկ, նամակը որտեղից ես գտել։ Իմ նվիրած նապաստակի արձանի տակ, այսպես կապույտ գույնի, սիրուն, պուպուշ աչուկներով նապաստակը, երկար սպիտակ փափլիկ ականջներով։ Ես էի Իրինային նվիրել նրա ծնունդի կապակցությամբ։ Ամոռացա ասեմ, որ ձախ ձեռքին էլ գազան կա։ Բերեմ տեսեք։ Չէ, պետք չի։ Ոնց կարող էր Իրինան իպես տղուն թողնել։ Ես ավելի շատ զարմացած եմ, ոնց կարող էր Իրինան քո պես տղուն ուզեր։ Հանգստացի Ալիկ ջան, հանգստացի։ Ամեն ինչ շատ լավ է լինելու։ Հանգստացի Ալիկ ջան։ Հանգստացի Գառնիկ։ Այս առիթից օգտվում ես ձեռ ես գցում ինձ։ Ես քեզ ձեր չեմ գցում։ Ալիկին եմ ձեր գցում։ Լավ, ես գնամ տուն, կարող է Իրինան փոշմանի ու հետ գա, կներեք։ Մեր զալը մոտավորապես 30 քառակուսի մետր է, բայց եկեք չափենք, որ ճիշտ լինի։ Էսի չես անում, արա։ Տունն են գնահատում։ Այս տունը ծախում ես։ Չէ, ուղղակի հետաքրքիր է, ինչ արժի մեր տունը։ Ինչի համար։ Դե մամ ջան, այսօր դուք կաք, վաղը չկաք։ Ես էլ տան մեծն եմ, տունը մնալու է ինձ, բայց չիմանամ ինչ արժի տունս։ Ոնց տունը մնալու է քեզ։ Դե Մարին կամուսնանը կգնա, Լևոնին էլ կհանեմ տնից։ Հեսա ես քեզ կհանեմ տնից, արա։ Ագրեսիվ ես, ձյաձ։ Եկեք բարձրանանք վերևի մասը չափենք։ Ռուզան, հիշում ես, որ Ազատը փոքր ժամանակ ֆուտբոլի էր գնում։ Մենք էլ մի անգամ գնացինք Ազատի թմի խաղը նայենք։ Հիշում ես անկյունայինից այս պաս տվեցին, ինքն էլ թռավ գլխով գոլ խփեց։ Հա։ Ասում կարող է այդ գնդակի այդ ուղեղն էլա գոլ մտել։ Ես ինչ ես բեղերդ գիտել, ուստա Գառնիկ։ Ռուզանը հիմար բաներ է կարդում ժուրնալներից, հետո փաթաթում է վզից։ Կյանքս կերավ։ Ես քեզ ասում եմ, էլի մի ամուսնացի։ Ամուսնանալուց դու ինձ չէիր ճանաչում։ Ոնց կարայիր տենց բան ասեիր։ Լավ։ Հիմա եմ ասում, բաժանվի։ Իմ նման ազատ կլինես ու ինչ կուզես կանես։ Էմիլովա։ Ինքը։ Հլը մի րոպե։ Էմիլը դու ես։ Խափում ես արա։ Ես ընկերուս համար։
Ես քվորս համար։ Ես մեծ քվորս համար։ Ես օրքորիս համար։ Ես մորքորիս համար։ Ես գնացի։ Ես սաղ ցեղի հետ քնել էի։ Չէ։ Սրա աղբոր կնիկը հլը մնացել է։ Ինչու ինձ մենակ թողեցին Իրինա։ Հիմա ում համար եմ տունը մաքրելու, լվացք անելու, ամանները լվանալու, աշխատածս գումարը ում եմ տալու։ Արև Ալիկ ջա։ Իմացա ինչ ա եղել, ասեցի գա մի քիչ հոգեբանական պատժ կանեմ։ Շնորհակալ եմ, Լևոն ջան։ Լացի, եթե ուզում ես։ Դատարկ հանգստացի ցավոտան։ Ես քեզ լավ եմ հասկանում։ Կյանքը դժվար բան է։ Դու էլ պրոբլեմ ունես։ Հա։ Մի երկու օր առաջ մեր դասարանի Միլենան ասեց, որ էլ չի ուզում հետս շփվի։ Մենք ինչ նման ենք իրար։ Այս զարդատուփը Իրինան է ինձ նվիրել։ Ամեն անգամ երբ նայում եմ սրան, Իրինան է աչքիս առաջ գալիս։ Ես էլ Միլենային հիշացնող նվեր ունեմ։ Ամեն անգամ երբ նայում եմ Միլենային նվիրած այս նկարին, սիրտս կտոր ա լինում։ Գիտես Ալիկ ջան, ինտերնետում կարդացել եմ, եթե ուզում ես քո սիրած մարդուն մոռանաս, պետք է իր ամենաթանկ նվերը ոչնչացնես։ Իրոք։ Ստեղ չագու չունես։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ հանեք կախաղան։ Պապ, Չէ։ պապ, Մարի, ասեցի չէ։ հաստատ չէ։ 100%։ Ինչ էլ ասես, ասելու եմ չէ։ Okay, քո մոտից թաքուն 10,000 դրամ փող եմ վերցրել։ Չես ջղայնանում, չէ՞։ Ես ինչ արագ անցավ ես 3 ամիսը, արի մի հատ քեզ գրկեմ։ Գարնիկ մի արա, հլը մի օր է անցել։ Հիմա ինչ ասում այդ խառնակիչ հոգեբանը։ Ասում է, որ կանայք ավելի խելացի են տղամարդկանցից եւ կինը պետք է լինի տան գլուխը։ Ռուզան, հեսա գլուխդ կպոկեմ, կդառնաս տան անգլուխը։ Բռի։ Ո՞վ բռի է։ Հաց դիր ուտեմ։ Կեր։ Իսկ այդ ամսագրում չի ասում, որ ուտելիքը պետք է մի քիչ համով սարքես։ Սա խոհանոցն է, բայց մի քիչ կոսմետիկ վերանորոգման կարիք ունի։ Հատակը ամբողջությամբ սալիկա պատված է։ Ազատ,
Ովքեր են այս մարդիկ։ Ուշադրություն մի դարձրեք, պարսիկ ուսանողներ են, Վարչով են ապրում։ Գնացեք ստուց արա։ Բայց շատ լկտի են իրենց պահում այս պարսիկները։ Լավ, մենք կմտածենք, ձեզ կզանգահարենք։ Սա իմ այցեքարտն է, կսպասեմ ձեր զանգին։ Գինեկոլոգ Ազատ Ազիզյան։ Հետևը նայեք։ Բրոկեր Ազատ Ազիզյան։ Այո։ Եկեք ձեզ ուղեկցեմ։ Դե, սկսեցինք։ Առաջինը դու ջարդի։ Չէ, դու։ Չէ, դու։ Չէ, դու։ Լավ, արի սենց որոշեք։ Ասա, ղուշ թե գիր։ Գիր։ Լավ, ես կսկսեմ։ Ես հիմա կփշրեմ այս զարդատուփը, որ նվիրել է ինձ Իրինան, եւ կազատվեմ ցավու տառապանքից։ Ես կմոռանամ բոլոր այն լավ օրերը, որ մենք ապրել ենք միասին։ Մոռացրիր Իրինա, վերջ այդ արցունքներին, որ հոսահել։ Լևոն, Ո՞նց ես էլ չեմ վերջացրել։ Լևոն։ Վերջացրի։ Հիմա դու ջարդի։ Արդեն ջարդեցի։ Չէ, Ալիկ ջան։ Ջարդի ասում եմ։ Ես Իրինային առանց այս զարդատուփը կոտրելու էլ կմոռանամ։ Ալիկ ջան, ջարդի ասում եմ։ Մենք պետքա մոռանանք այդ դավաճաններին։ Տեսար ես որ ջարդեցի Միլենայի նկարը ու իրան մոռացա։ Ալո։ Հա Միլենա։ Ուզում ես էլի իրար հետ շփվենք։ Հա, համաձայն եմ։ Հեսա գնանք տող խոսանք իրար հետ։ Հաջող Ալիկ ջան։ Գառնիկ։ Գառնիկ արտնացի բան եմ ուզում ասեմ։ Գառնիկ արտնացի։ Այն քոչ սիրած ժուրնալի մասն էի ուզում ասեի։ Հիշվես, որ ասում է 3 ամիս պետքա սիրով չզբաղվենք։ Փոշմանել եմ։ Համաձայն եմ։ Արի մոտես։ Բայց մի րոպե։ Եթե մի քիչ դիմանանք, գիրքը ավելի կուժեղանա։ Չէ Ռուզան, գիրքը հենց ինձ ուտում է։ Բայց հոկեբանը 3 ամիս է ասել, հələ չի անցել։ Թքած թե չի անցել։ Արի մոտես։ Լավ որի, բա գիշերանոցը չես հանում։ Հələ մի րոպե։ Բա որ հոկեբանը իմանա։ Ոնց պետք է իմանա Ռուզան ձեռ ես առնում։ Չնայած ճիշտ ես ասում։ Էս էլ ննջա սենյակա։ Շատ լավ սենյակա ու ունի իր անհատական սանհանգույցը։ Լավն է, վատը չի։ Վայ մամա ջան։ Վայ մամա ջան։ Ինչ եղավ Ռուզան։ Էս այդ հոկեբանն է Գառնիկ, տեսար որ եկավ, ասում էի չեք իմանա։ Դու ես հոկեբանն ես արա։ Այո, ես եմ։ Ես մեղավոր չեմ, ինքը ինձ համոզեց։ Խնդրում եմ ներեք ինձ։ Այ համբալ, դուրդ կգա չթողեմ կնգա 3 ամիս կպնես։
Խնդրում եմ հանգստացեք։ Իմ գրած հոդվածները անիմաց հոդվածներ են։ Դրանցով ես միայն փող եմ աշխատում։ Կանայք էլ հիմար հավատում են ինձ։ Էս խափում ես մեզ։ Հաջողություն, Իրինա։ Ստացվեց։ Վերջապես հանգստացա։ Հիմա ես վստահ կարող եմ ասել հաջողություն, Իրինա։ Բարև Ալի։ Իրինա, որտեղ էիր այսքան ժամանակ։ Ինչու էիր ինձ մենակ թողել։ Ներիր ինձ Ալիք։ Ուղղակի ես այս ամսագրում մի հոդված էի կարդացել, որ եթե 3 ամիս իրար հետ չշփվենք, մեր գիրքը ավելի կուժեղանա։ Բայց ես չդիմացա։ La 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 Մեր սերը երբեք չի ծերանում։ Ալիք։ Ալիք։ Էս իմ նվիրած զարդատուբը ջարդել ես։ Այո։ Այ հիմա ես իսկականից հեռանում եմ։ Իրինա, խնդրում եմ ներ ինձ։ Իրինա, ես կնորոգեմ։